Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր օգոստոսի 24-ն է, երկուշաբթի։ Բանակում ոչ մարտական պայմաններում հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախնական տվյալներով 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ, դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Մինչ այս նոր դեպքի մասին հայտնի դառնալը պաշտպանության նախարարը այսօր անդրադարձել է վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերին։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է դրանց պատճառներին եւ իրեն ուղղված մեղադրանքներին։ Իհարկե ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ու ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, բանակի ողջ պատմության ընթացքում դեպքեր ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են, օրինակ 25 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի 2-ի։ Դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է։ Մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, նաև երեք։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի։ Ու անկախ նրանից պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպիտի խորշեմ, լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ պրոբլեմ։ Այդ պրոբլեմի հետևից պիտի գնանք, դուք էլ ես էլ։ Այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռ տալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Հասկանում եք։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անեմ։ Ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից։ Երևանն ազատ է որոշում կայացնելու հապկից դուրս գալու մասին, եթե Հայաստանը այլևս անդամակցության կարիք չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե հապկը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ Եթե Երևանն այլևս անհրաժեշտ չէ անդամակցությունը տարածաշրջանային անվտանգության նման կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնել եւ դուրս գալ այս կազմակերպությունից, լրագրողներին ասել է նա։ Հայաստանում Թրամփի երթուղու ծրագրի շինարարական աշխատանքները կվերսկսվեն այս տարվա վերջին կամ 2027 թվականի սկզբին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խոսելով Ադրբեջանի հատվածում իրականացվող աշխատանքներից, Ալիևը կրկին հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է եւ որ Ադրբեջանի տարածքում հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի եւ Ուզբեկստանի բարձրագույն միջպետական խորհրդի 3-րդ նիստի ժամանակ։ Հիշեցնենք, որ TRIP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը արդեն վավերացման փուլում է։ Նախ սահմանադրական դատարանը պետք է որոշի, արդյոք այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, ապա դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի վավերացմանը։ Սահմանադրական դատարանի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 15-ին։ Իրանի անվտանգության բարձրագույն մարմնի նոր ղեկավարը զգուշացրել է, որ Թեհրանը ցանկացած երկրի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ուղղված Միացյալ Նահանգների նոր տնտեսական միջոցառումներին ցուցաբերվող աջակցությունը կդիտարկի որպես պատերազմական գործողություն, մինչդեռ Իրանի նախագահը պաշտպանել է ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը, որպես փակուղում հայտնված հակամարտությունից դուրս գալու լավագույն ուղի։ Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի շնորհիվ մտնում է Իրանի հետ իր հակամարտության ավարտական փուլ։
Իրանը զգուշացնում է հարևան երկրներին չմասնակցել Միացյալ Նահանգների հետ տնտեսական պատերազմին, հակառակ դեպքում նրանց ևս հարվածներ կհասցնեն։ Միաժամանակ ԱՄՆ շարունակում է խստացնել տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ, խոստանում է պատմության մեջ աննախադեպ պատժամիջոցներ։ Այս ճնշումների եւ սահմանափակումների ֆոնին մասնագետները արդեն խոսում են Հայաստանի վրա հնարավոր հետևանքների մասին, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական դաշտում։ Դրանք այո կարող են ազդել անուղղակիորեն նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևելքից, հեռավոր արևելքից դեպի Պարսից ծոց եկող հոսքը եւ այն ապրանքաշրջանառությունը դեպի Հայաստանի Հանրապետություն, որը կատարվում է Միացյալ Արաբական Էմիրությունների նավահանգիստներից, Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստներից եւ գալիս է հեռավոր արևելքից, դրանք կարող են որոշակիորեն խաթարվել, սա լուրջ խնդիր կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, այդ գնաճը, որը տեղի է ունենում, օրինակ էներգակիրների գնաճ, եթե տեղի ունենա Իրանում, տրանսպորտային ծախսերն են բարձրացվելու եւ դա նաեւ կարող է իր ազդեցությունը ունենալ այն տրանզիտ ծախսերի վրա, որոնք կատարում են հայկական ընկերությունները բեռների փոխադրման համար Իրանի տարածքի վրայով եւ գների աճի վրա է կարող ազդել, եթե փորձեն ընտրել այլընտրանքային տարբերակներ, դա կնշանակի ժամանակի, ենթադրի ժամանակի, այսպես կոչված ավելի բան, ժամանակն է ձգվելու, տարածությունն է ձգվելու, ապահովագրության խնդիրներ են առաջանալու, ծախսերը բարձրանալու են այս բոլոր առումներով եւ ազդելու է։ Բայց դրանից կարևորը կարող է լինել այն, որ այս պատժամիջոցները, քանի որ խոսում ենք մենք տարածաշրջանի մասին, դրանք ունեն էֆեկտ ողջ տարածաշրջանի առումով, մեծ մերձավոր արևելք, որի մի մասն է Հարավային Կովկասը, դրանց հետևանքները ուղղակի կամ անուղղակի Իրանի պատասխան գործողությունները դրանք բոլորը ազդելու են այս տարածաշրջանի վրա եւ կարող է աշխարհաքաղաքական նաեւ խնդիրներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Ռուսաստանի 4 շրջաններում Դաղստանում, Ադիգեյայում, Ստավրոպոլի երկրամասում եւ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են օզոն առցանց առևտրի հարթակի պահեստների վրա։ Ադիգեյայի օզոնի լոգիստիկ կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցները տարհանվել են, անվտանգության նկատառումներից ելնելով մատակարարների ծառայությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Ընկերությունը նաեւ ժամանակավորապես փակել է Հյուսիսային Կովկասի հարակից Ստավրոպոլի մասում եւ Ադիգեայում գտնվող երկու պահեստները անօդաչուների հարձակման մասին նախազգուշացումից հետո։ Նախորդին Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել էին նաեւ Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստներին։ Այրվել է 82,000 քառակուսի մետր տարածք, այրված պահեստը օզոն առցանց առևտրի հարթակի պահեստներից մոտ 350 մետր է հեռու։ Սրան նախորդել էր Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Սամարայի մարզում գտնվող օզոնի պահեստների վրա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Վալբերիսի պահեստների վրա հարձակումներից հետո եկել է օզոնի հերթը։ ԱՄՆ արևմտյան Նևադա նահանգի Ռենո քաղաքից եւ շրջակայքից ավելի քան 40,000 մարդ տարհանվել է տարածվող անտառային հրդեհի պատճառով, եւս 45,000 մարդու հրահանգվել է պատրաստվել տարհանման, այս մասին հայտարարել է Ռենոյի քաղաքապետը։ Հրդեհը 24 ժամվա ընթացքում տարածվել է ավելի քան 15,000 ակր տարածքի վրա։ Վառվող անտառային հատվածը գտնվում է Ռենոյից 8 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 280,000 բնակչություն ունեցող Ռենո քաղաքը Նևադայի ամենամեծ քաղաքն է Լաս Վեգասի մետրոպոլիտենային տարածքից դուրս եւ գտնվում է Կալիֆոռնիայի սահմանի մոտ։ Ընտանիքների անապահովության գնահատման եւ ընտանեկան նպաստների տրամադրման նոր համակարգը գործում է հանրապետության ամբողջ տարածքում։ 90-ականների փարոս համակարգի չափորոշիչները հնացած էին, չէին ապահովում օբյեկտիվ հասցեականությունը։ Կիրառվող նոր համակարգը ըստ պատասխանատուների ընտանիքին նպաստից կտրելու գործիք չէ, այն միտված է զբաղվածության ապահովման ծրագրերի միջոցով աշխատունակ անձանց ակտիվացմանը։ Ունակ ես դուրս եմ եկել, բայց պատճառը չհասկաց այդպես էլ, թե ինչի մարեն, որտեվ ես քանի կետ ունիմ էլի, ինձ կհասներ, բայց ինչի դուրս հանեցին, դիք չբացատրեցին։
Նոր համակարգով ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում շատերը նպաստ չեն ստանալու։ 90-ականներից մինչ օրս գործած Փարոս համակարգի չափորոշիչներն այլևս հնացած են։ Նորն այլ տրամաբանությամբ են նպաստ ստանալու հասցեականությունը որոշում, եւ դրանից օգտվել կարող են այն ընտանիքները, որտեղ մեկ չափահասի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից 35,875 դրամից, որը հաշվարկվել է ըստ նվազագույն պարենային զամբյուղի։ Նախորդ համակարգով մենք ունենք անապահովության միջին նպաստի չափ, որը կազմել է մոտավորապես 33,000 դրամ։ Այս նոր համակարգով մենք կոտայքի եւ սյունիքի արդյունքներով այս բայդրությամբ ունենք միջին նպաստը կազմում է մոտավորապես 82,000 դրամ, իսկ առավելագույն նպաստածող ունենք մոտավորապես 237,000 դրամ։ Անապահովության նպաստի սահմանային չափն ավելացել, բայց գնահատման մեխանիզմները փոխելուց հետո նպաստառուների թիվն է նվազել։ Համակարգն առաջինը փորձարկած Կոտայքի եւ Սյունիքի մարզերում նպաստառու գրեթե 5000 ընտանիքներից օգոստոսի 1-ի դրությամբ համակարգում մնացել է ընդամենը 1280-ը։ Գյումրիում դեռ 2 ամիս է, որ նոր համակարգով են աշխատում։ Ամբողջական պատկեր ունենալու համար 1 տարի է պետք։ Գյումրիում այս բային նախորդ համակարգով դեռևս ունենք մոտ 6000 ընտանիք, ովքեր ստանում են ընտանեկան եւ սոցիալական նպաստներ։ Այսինքն ընտանիքները, ովքեր նախորդ համակարգով ընդգրկված են եղել, մինչև հունիս ամսվա դրությամբ, իրենք շարունակելու են 12 ամիս ստանալ։ Մեր շահառուները համակարգից օգտվելու համար պետք է մուտք գործեն e-social KDM էլեկտրոնային հարթակ, ունենան այնտեղ իրենց օգտահաշիվը, գրանցվելու համար պետք է կամ էլեկտրոնային հասցեով իրենց ունեցած գրանցվեն կամ եթե չէ, ունեն էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային ստորագրությունով կարող են հաշվառվել հարթակում։ Էլեկտրոնային հարթակում հաշվառում անցնելը բարդ բան չէ, քայլերի հաջորդականությունը շատ բարձեցված է, բայց շատերը, հիմնականում տարեցները դժվարանում են հետնել դժգոհում։ Փաստագրման հարցով հասնում են միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն, առցանց հայտը լրացնելու հարցում օգնելու խնդրանքով։ Եթե ես 60 համար դժվար է, ավելի տարեցների համար ավելի դժվար է։ Մենք իրավունք չունենք որևէ մեր անձի փոխարեն դիմում լրացնել։ Մենք չունենք այդ իրավասությունը, այո, իրանց անձնական գաղտնիությունը եւ սայտերի գաղտնիությունը ապահովելու համար։ Համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով, կցված բոլոր կառույցներից ինքնաշխատ տեղեկատվությունը հավաքագրում է եւ ունենում է դիմող շահառուի վերաբերյալ մեկ ամբողջական պատկեր, որի հիման վրա որոշում է նշանակվում է անապահովության նպաստը, թե մերժվում է։ Սոցիալական աշխատողի ներգրավվածությունն այս գործընթացում գրեթե զրոյական է։ Մասնակիցները բացատրում են, որ համակարգն ինքն է մերժում այն հայտերը, որոնք չեն համապատասխանում անապահովության գնահատման նոր չափորոշիչներին, իսկ մերժման հիմքերը տարբեր են։ Համակարգ ինքնաշխատ եղանակով է մերժում, օրինակ կարող է լինի վերջին 12 ամիսների գազի սպառած սակագինը կամ եկամտահարկը, բարձր աշխատավարձը, անշարժ գույքը, անածեռներեցությամբ զբաղվելը, մեքենայի առկայությունը կարող է լինել, եթե 2014 թվականից բարձր արդարադրության է մեքենան։ Մերժման հիմքերը քիչ չեն, բայց որոշ դեպքերում ընտանիքները աջակցության ծրագրերում են ընդգրկվում։ Օրինակ, եթե եկամուտն ավելացել է կենսաթոշակի բարձրացումով պայմանավորված, ապա այդ ընտանիքը հնարավորություն ունի օգտվել եռամսյա աջակցությունից։ Թոշակների բարձրացումով պայմանավորված, երբ որ ընտանիքը դիմեց եւ արդեն եկամուտը կախված թե ինչքան պակաս կլինի այդ սահմանային շեմից, մենք իրենց համար եթե չդարձավ նպաստառու, բնականաբար կարող է օգտվել եռամսյա դատապոկնությունից, կախված կլինի շեմից։ 9 ամիս ունի ստանալու իրավունք եւ եռամսյա դատապոկնության չափը ամսական կազմում է 20,000 դրամ, որը նույնն է, ինչ որ նախորդ համակարգով սոցիալական նպաստ է։ Միաժամանակ նոր համակարգը նպաստառու ընտանիքի չափահաս անդամներին պարտադիր առաջարկում է մեկ այլ առցանց հարթակում գրանցվել որպես աշխատանք փնտրող անձ, ինչն ըստ պատասխանատուների թույլ կտա անձի կարգավիճակն անապահովից դարձնել կայուն եկամուտ ստացող։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Բաց դիտահորերը չփակվող թեմա են մնում Գյումրիում։ Վտանգավոր հատվածները չնորոգված փողոցներով անի թաղամասում են։ Դիտավորության թե մետաղի ջարդոն հանձնելու պատրվակով կատարված դեպքերի բացահայտման համար քաղաքապետարանը գրություններով դիմել է ոստիկանությանը։ Մեկ ամսում հրապարակային պատասխան ու պարզաբանումներ դեռ չեն ստացել։ Կոմունալ բաժինը բաց դիտահորերը փակում է, որտեղ հասցնում է։ Մնացածն էլ վարորդների եւ բնակիչների կամքին ու երևակայությանն են հանձնված։
Միջինում լավ որակի անվադողը 3-ից 5 տարի է ծառայում, բայց տեսնես, սա արտադրողները մտածել են, որ Գյումրիում իրենց արտադրանքը բացի առաջնային նշանակությունից այլ գործ է ճարելու, օրինակ դիտահորի կափարիչ է դառնալու։ Դե ժողովրդին էլ չես մեղադրի, բաց դիտահորերը փակելու այլ ընտրանքային 1001 ճանապարհ են մտածում։ Միայն թե հետաքրքիր է, որ դողի տերը իր դողը տանի, կամ դիտահորում տնկած ծառը բերք չտա ու արդիկի տուֆն էլ օրինակ շինարարության մեջ պետք է, էլ ինչ այլ ընտրանքային տարբերակներ են մտածելու քաղաքում։ Դարի այսպես ասած նորարարական տեխնոլոգիաներից են, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է գյումրեցիներին։ Կիրառում են, որ հեռվից էլ լավ տեսնենք։ Կենտրոնից հեռու թաղամասերում բաց բերանով դիտահորերի պատճենը փողոցներն են, քանդած ու ջարդած։ Ես եմ ձեր ամոթքս կամ, սպես բանես չի կարելի էլի, մեզ էլ է դա հացպես երտևեկել, անհնար է։ Մասնագետ չէ, բերեկը երկատը գկցե, բիտոնը կենե լսնե, բայց այդ բիտոնի տագը սվարկապ դեղնի, բամ դեղնի, չէ։ Հմի պատրաստի կա, թող պատրաստին բերեն տնեն։ Ես ծանդր ավտոներն է կասնի, դիա գիշերը կմպոց է եկա, մեկում զարգեց, թրծերեց այդ պլասմասից բանը։ Թե ինչու են միայն անիմ ուշ թաղամասերի փողոցներից անհետանում, բնակիչները պարզ բացատրություն են տալիս։ Աչքից հեռու են, չսարկած փողոցներին դիտահորերն էլ շարայլություն է։ Սոցցանցերում գողության, դիտավորության թե անհետացման մասին վարկածներով քննարկումների պակաս չկա։ Ինչպես ասում են, հարցն ուշադրության կենտրոնում է, իսկ հետևողականությունն ու մտահոգությունը միակողմանի։ Տղեկը պեին որ գիշերը փուրերը չլին վրեն։ Համիմանան լուկ կա, համելնես տաշ գմփոց է գել բանի ժեշտից որով ասում էին։ Անհրաժեշտությունը շատ մեծ է, որ խոսքի փողոցները նորմալ որ վերանորոգում եղնի, մենք էլ ապահով կեղնենք։ Մանավանդ մութ ժամերին ավելի վտանգավոր է։ Հա, բմուտ է չի երևականցնին, փորձանք եք, պադայի։ Դիտահորերում ծառերն էլ թարսի պես արմատ չեն տալիս, շոքերից չորացել են, կանաչի տեսանելիությունն էլ է կորել, անվադողերն այս դեպքում ճանապարհային նշանների կարևոր տեղն են վերցրել, իսկ կափարիչները երկու տեսակ են լինում, երկաթե կամ թուջե, որ մեկն էլ լինի տանել հանձնելու ապրանք են, մետաղի ջարդոնի հանդեպ սերը ժամանակ առ ժամանակ արթնանում է։ Հանձնեն երկաթ մետաղ, քանդը գտպես մեկը վերցնե տանը, դերով է։ Անհետացման սերիաները շարունակելի են, իսկ թե որ ուղղությամբ են գնում, քաղաքապետարանը պարզելու համար ոստիկանություն է դիմել։ Որոնումների գործը թե ինչ ընթացք ունի, նորություն ու պատասխան առայժմ չունեն։ Կափարիչներ էլ կան, չեն տարել, հավանաբար կոտրված լինելու պատճառով տանելու բան չեն եղել։ Շիրակացի փողոցի փակ լինելու պատճառով ծանրակաշ մեքենաները անի թաղամասի քանդած փողոցներով են անցնում։ Դարացական ֆուրերը կամ մեր ֆուրերը սա սպես կանցնեն, դժվար է արդեն երթել, այլ ընդրանք դիկատնին, որ շրջանցեն, չքանդեն փողոցները։ Սա իրանք են քանդողը փողոցները։ Ավտոների դրաշենից բլիգը։ Անորակ կենեն, անորակ։ Հաթուրցերին, բաներին, հավեկալիններին մեծ ավտոներն եկան ընկերա մեջը ջարդերա։ Կափարիչների դիտավորյալ գողության մասին քաղաքապետարանը շարունակում է բարձրաձայնել, մարզպետի աշխատակազմն էլ նույն խնդրով է մտահոգ։ Այսքանից հետո ասելու նոր բան չունեն, բաց դիտահորերը քաղաքապետարանը փակում է հիմնանորոգվող փողոցից ապամոնտաժված, բայց դեռ պիտանի կափարիչներով, որոնք եւս անհետանալուց ապահովագրված չեն։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։